Նախ հրաժարման պարագայում մենք պետք է ուսումնասիրենք դատարանների վարքագիծը, որովհետև գործով վճիռ կայացնում են կամ որոշում կայացնում են միջազգային ատյանները, այս պարագայում Հայաստանը եւ Ադրբեջանը որպես դատավարության կողմեր պետք է դիրքորոշում արտահայտեն, որ հետամուտ չեն գործերի հետագա քննությանը եւ հրաժարվում են իրենց գանգատներից, սակայն մենք պետք է տեսնենք, թե դատական ատյանները ինչպիսի վարքագիծ են ցույց տալիս եւ այստեղ մենք մեծ դատական քաղաքականության հետ ենք բախվելու, որտեղ իմ գնահատմամբ աշխարհաքաղաքական գործոնները թեև թույլ, բայց ազդեցություն թողնելու են։ Առնվազն մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարագայում մենք չենք ունեցել նախադեպ, երբ պետությունը հրաժարվել է իր ներկայացրած գանգատից եւ չենք կարող նաեւ կանխատեսել եվրոպական դատարանի վարքագիծը։ Մենք ունենք իրավիճակներ, երբ անհատը հրաժարվել է իր ներկայացրած գործից, սակայն դատարանը կիրառել է մի կոնցեպտ, արդարադատության շահ, եւ այն գնահատելով որոշել է գործը շարունակել քննել, թե դադարեցնել, քանի որ զոհը, տուժողը հետամուտ չէ իր գործի քննությանը, եւ երբ գործերը ունեն իրավական արժեք, դրանք կարող են ստանդարտներ ձևավորել ոչ միայն տուժողների, այլ տուժողի նման կարգավիճակում գտնվող անձանց համար, դատարանները գնահատել են, որ արդարադատության շահը պահանջում է գործի հետագա քննարկում եւ շարունակել են գործը, կայացրել են դատական ակտեր, ձևավորել են մոտեցումներ եւ կարեւորել են պետության պատասխանատվության խնդիրը։ Մեզ համար հիմա կարևոր է հասկանալ, թե ինչպիսին կլինեն միջազգային դատական ատյանների արձագանքը, սա ավտոմատ գործընթաց չէ, պետք է հասկանանք ինչ որոշումներ կկայացվեն։ Եթե բոլոր դեպքերում դատարանները գտնեն, որ պետության կամքը կարևոր է եւ գործերի հետագա քննությունը դադարեցվում է, մենք միայն կունենանք անհատական գործեր, միջպետական գործի հրաժարումը չի կարող ազդել անհատական գործերի վրա, պարզապես անհատական գործերի քննության ընթացակարգը տարբերվում է միջպետական գործերի քննության ընթացակարգից, օրինակ միջպետական գործերը առաջնահերթորեն են քննարկվում եւ դրանց քաղաքական ազդեցությունն է մեծ, որովհետեւ գործ ունենք պետություն հարթության հետ, միջպետական անհատական գործերի պարագայում դրանք կարող են ավելի երկար քննվել եւ չեմ կարծում, որ դատարանը կփորձի խուսափել արդարադատության իրականացումից հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը կամ կարգավորման ուղղված ջանքերը, սակայն իմ գնահատմամբ գնահատականներում ավելի զգուշավոր մոտեցում կցուցաբերեն դատարանները, օրինակ մարդու իրավունքների խախտումները արձանագրելիս կխուսափեն քաղաքական նշանակություն ունեցող հարցերում իրավական դիրքորոշումներ ձևավորելուց։ Ուստի նշեմ, որ ազդեցությունը չի կարող բացասական լինել եւ զրկել անհատներին իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, սակայն միջպետական գործերից հրաժարվելը բացասաբար է անդրադառնալու գործերի քննության տեմպի վրա, այսինքն մենք կունենանք փոքր-ինչ ուշացված արդարադատություն։